Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, այսօրվա հյուրս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հովսեփյան, արդեն 4.5 տարի ղեկավարում եք հայկական բռնցքամարտը, 2021 թվականի մայիսին եք ընտրվել, եւ այս ընթացքում եղել են ինչպես նվաճումներ, այնպես էլ ձախողումներ։ Առաջարկում եմ նախ դիտել գործընկերներից պատրաստած տեսանյութը ձեր պաշտոնավարված տարիների հաջողությունների, նվաճումների մասին, հետո վերադառնանք ու խոսենք խնդիրներից։ Խնդրեմ։ Վերջին տարիներին հայկական բռնցքամարտը շարունակում է աճել, բերելով կարևոր հաղթանակներ եվրոպական եւ համաշխարհային ռինգերում։ Վերջին 4 տարիների ընթացքում մեր մարզիկները բազմիցս պատվոհարթակ են բարձրացել, նվաճելով Եվրոպայի չեմպիոնական տիտղոսներ, աշխարհի առաջնությունների մեդալներ եւ բարձր արդյունքներ գրանցելով երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների մրցաշարերում։ Այս հաջողությունների առաջատարն անշուշտ Հովհաննես Պաչկովն է։ Նա դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային բռնցքամարտի ճանաչված դեմքերից մեկը։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ոչ միայն ամրապնդեց իր տեղն օլիմպիական եւ սիրողական բռնցքամարտում, այլև կատարեց վճռական քայլ դեպի պրոֆեսիոնալ ասպարեզ, այստեղ եւս պահպանելով հաղթողի իր դիմագիծը։ Ստամբուլում կայացած IBA Pro չեմպիոնական գոտու համար մենամարտը դարձավ նրա ամենավառ ապացույցը։ Հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենի հետ 10 ռաունդանոց պայքարում Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հաղթեց ժամանակից շուտ 9-րդ ռաունդում։ Մեր մարզիկի ճշգրիտ եւ ուժեղ հարվածից հետո մրցակիցը ծնկեց, մրցավարը հաշիվ բացեց, իսկ հարավաֆրիկացու մարզիչը սրբիչ նետեց, ընդունելով պարտությունը։ Այդ պահը ոչ միայն հաղթանակ էր, այլ նաև ազդակ։ Հայկական բռնցքամարտը կարող է հեղինակություն կերտել նաև պրոֆեսիոնալ ասպարեզում։ Բայց վերջին տարիներին հայկական բռնցքամարտն ունի ամբողջ սերունդ, որը համառ եւ նպատակասլաց պայքարով ուժեղացրել է մեր երկրի մարզական հեղինակությունը։ Անի Հովսեփյանը պատմական էջ բացեց կանանց բռնցքամարտում, դառնալով Եվրոպայի չեմպիոն եւ շարունակելով միջազգային մրցահարթակում պայքարել բարձր մակարդակով, ապացուցելով, որ հայուհիներն էլ կարող են դառնալ ռինգի անպարտելի ուժ։ Ծանր քաշայինները Նարեկ Մանասյանը եւ Դավիթ Չալոյանը նույնպես իրենց մեծ խոսքն ասացին։ Մանասյանը 2023 թվականին նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, իսկ Չալոյանը 2021 թվականին դարձավ աշխարհի փոխչեմպիոն, ամրապնդելով Հայաստանի դիրքը ծանր քաշայինների պայքարում։ Չալոյանը եւս արդեն հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում։ Այս օրերին էլ Երևանում ընթանում է բռնցքամարտի մինչև 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, ինչը ցույց է տալիս, որ այժմ մեր աչքի առաջ աճում են նոր սերունդ։ Զարգանում է կանանց բռնցքամարտը, ձևավորվում են միջազգային փորձ ունեցող մարզչական թիմեր եւ դրվում են բարձր նպատակներ Լոս Անջելես 2028-ում հաջող ելույթի համար։ Մենք կրկին տաղավարում ենք եւ զրուցում ենք բռնցքամարտի մասին։ Պարոն Հովսեփյան, այն ինչ կատարվում է այսօր համաշխարհային բռնցքամարտում, անհնար է հասկանալ, բացատրել այսպիսի խուճապ, այսպիսի խառնաշփոթ երբևէ բռնցքամարտում չի եղել։ Կար ժամանակ, երբ գոյություն ուներ սիրողական բռնցքամարտ կամ օլիմպիական բռնցքամարտ եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Հստակ գիտեինք, որ կազմակերպություններն են այդ մրցումներն անցկացնում, ինչ տիտղոսներ են խաղարկվում, ինչ է կատարվում հիմա։ Բացի այն, որ պրոֆեսիոնալի բազմաթիվ վարկածներ կան, արդեն սիրողականի վարկածներ կան։ Բացի այն, որ այսպես ասած հայտնի ֆեդերացիաներն են իրենց մրցումներն անցկացնում, նաև ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարողանում է առանց տեղյակ պահելու միջազգային ֆեդերացիաներին անցկացնել ինչ-որ կոմերցիոն մրցաշարեր, խաղարկել ինչ-որ գումարներ եւ իսկապես այս խուճապային իրավիճակը, այս չգիտեմ ինչպես անվանել, եթե ոչ խառնաշփոթը, ինչպես կարելի է հանգուցալուծել։ Ստացվել է այնպես, որ մենք այսօր համաշխարհային բռնցքամարտ կոչվող կազմակերպության անդամ չենք։ Օլիմպիական կոմիտեն միջազգային հայտարարել է, որ մինչև 2027 թվականով չդարձավ World Boxing-ի այսպես կոչված անդամ, չմասնակցեց այդ կազմակերպության մրցումներին ու չնվաճեց օլիմպիական վարկանիշ, բնականաբար չի մասնակցի
Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին։ Ընդ որում նույնիսկ մի պահ խոսում էին, որ բռնցքամարտը ընդհանրապես կարող են հանել օլիմպիական ծրագրերից, բայց հետո հասկանալի է բռնցքամարտը չի կարող չլինել օլիմպիական ծրագրում, դրա համար ստեղծվեց այդ կազմակերպությունը ընդդեմ նախկին ԱԻԲ-ի։ Ես ուզում եմ հիմա ուղիղ հարց տալ։ Ինչու մենք մինչև հիմա համաշխարհային բռնցքամարտի այդ World Boxing-ի անդամ չենք եւ ինչու չմասնակցեցինք Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությանը։ Ուրեմն բացատրեմ մի sense կարճ ձևի World Boxing-ի անդամ մակցության բոլոր փաստաթղթերը մենք պատրաստել ենք եւ ասեմ ավելինը այսօր արդեն հայտը ներկայացրել ենք որ անդամակցենք World Boxing-ի։ Իսկ ինչու միջև հիմա մենք դա չէինք արել, բացատրեմ, որովհետեւ 2024 թվին ճիշտ եք ասում, դուք նշեցիք, որ միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է հայտարարել, որ այն միջազգային երկրների ազգային ֆեդերացիաները, որը որ չեն համագործակցի եւ չեն լինի World Boxing-ի անդամ, չեն մասնակցի 28 թվի օլիմպիական խաղերին մինչև 27 թիվը, եթե չներկայացնեն իրենց հայտը եւ չդառնան World Boxing-ի անդամ։ Բայց World Boxing-ը որպես օլիմպիական կոմիտեի միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ դառել է այս տարի 25 թիվը։ Այս 25 թիվը անցողային տարի է։ Անցողային տարի չենք համարում տենց, որովհետեւ մենք մեր կալենդարային պլանը ներկայացնում ենք տարվա վերջ, ամեն տարվա վերջ կալենդարային պլանը ներկայացնում ենք մյուս տարվա համար։ Օրացուցային պլան է հաստատվում, որով շարժվում է ֆեդերացիան հաջորդ տարի։ Որով ֆեդերացիան հաստատվում է եւ շարժվում ենք հաջորդ տարի։ Մենք ասեմ ինչի հիմա Լոնդոնի աշխարհի առաջնությունը մենք չենք մասնակցել, որովհետեւ Լոնդոնի աշխարհի առաջնությունը, քանի որ այս ինչ որ քաղաքական որոշումներով, ես sense ասեմ, Լոնդոնի աշխարհի առաջնությունը հուլիս ամսին նոր հայտնի է դարձել, որ սեպտեմբեր ամսին լինելու է Լոնդոնում աշխարհի առաջնություն, որը կազմակերպում է World Boxing-ը։ Մենք միջև այդ արդեն կանաց հավաքականով մասնակցել ենք աշխարհի առաջնություն Սերբիայում, մնացել են տղամարդկանց հավաքականի աշխարհի առաջնությունը, որը մենք մեր կալենդարային պլանով գիտենք, որ տարվա վերջ լինելու է։ Պետք է լիներ սկզբնական Կազախստանում, Կազախստանից տեղափոխվել է հիմա Դուբայում է լինելու։ Մենք որոշում ենք կայացրել, քանի որ մեր կալենդարային պլանը հաստատված է, մեր մարզիկները, մարզիչները կազմել են այդ պլանով շարժվում ենք, այս տարի մենք մասնակցում ենք բոլոր այն մրցաշարերին, որը որ մենք 24 թվի տարվա վերջ ներկայացրել ենք եւ 25 թվին, 25 թվի վերջ դառնում ենք World Boxing-ի անդամ եւ 26 թվից մասնակցում ենք World Boxing-ի կազմակերպված մրցաշարերին։ Պարոն Հովսեփյան, այդ դեպքում ինչպես եղավ, որ այդքան երկրներ մասնակցեցին, իրենք էլ նույն ունեին օրացուցային պլան, իրենք էլ չգիտեին դրա մասին, բայց բազմաթիվ երկրներ մասնակցեցին Լոնդոնում։ Հիմա բազմաթիվ երկրներ մասնակցել են Լոնդոնում, արեք նայենք sense գիտենք, որ ի սկզբե 37 թե 38 երկիր, որոնք անցյալ տարի իրենց քաղաքական որոշումը միատել նշեմ կայացնելով իրանք IBA-ից դուրս էին եկել։ Այդ 37-38 երկրով Այսինքն սա նաև Ռուսաստանի դեմ է։ Սա նաև Ռուսաստանի դեմ է, նաև Ումար Կրեմլովի դեմ է, ու նաև մենակ Ռուսաստանի դեմ չէ, sense ասեմ։ Այս որոշումը ինչ որ կա, սա միշտ Ումար Կրեմլով եղել է Գաֆուրը, Ուզբեկստանի ներկայացուցիչը։ Գաֆուրի դեմ նույն խնդիրներն ա եղել։ Նույն խնդիրները փորձել է Գաֆուրը լուծի, չի ստացվել։ Գաֆուրից հետո եկել է Մորոկոյի ներկայացուցիչը ժամանակավոր պաշտոնակատար։ Ժամանակավոր պաշտոնակատարն էլ ամեն ինչ արել է, որ միջազգային օլիմպիական կոմիտեի հետ որոշումը այս խնդիրները լուծի։ Հետո եղել է Ումար Կրեմլովը, որը երկու անգամ ընտրվել է նախագահ, մի անգամ հոլանդացու Բորիս Վոնդերվորստի ներկայացրած դիմումով, որ ինքը համաձայն չէր ընտրություններին, որը Ստամբուլում անցկացավ, մյուս ընտրությունները անցկացավ Երևանում։ Երևանում մենք բոլորս հիշում ենք, Ումար Կրեմլովը բացարձակ առավելությամբ հաղթեց, բոլոր երկրները տենում են, ինչ ներդրումային ծրագիր է ներկայացրել, ինչ ներդրումը արդեն արել բռնցքամարտում, ոնց է բռնցքամարտի ձևը փոխել, ինչ ավելի ոնց որ ասած դիտարժան է դարձրել բռնցքամարտը, երկրները եւ ֆեդերացիայի նախագահները, երկրների ֆեդերացիաները բոլորը տեսնելով ու իրենց վստահությունը հանձնել են Ումար Կրեմլովին, բայց այդ որոշումը մեկը
ոնց որ ասած միջազգային օլիմպիական կոմիտեն չընդունեց, այսօր բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները որոշել են հիմնել ուրիշ ֆեդերացիա։ Ուրիշ ֆեդերացիան միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի ընդունել է, մենք էլ պատրաստ ենք այդ։ Հիմա մյուսները ոնց ինչպես մասնակցեցին, ինչպես հասցրեցին արագ տրանսֆորմացվել, ընդ որում նույն ֆեդերացիաներն են։ Շատ երկրներ, ես գիտեմ, օրինակ Վրաստանի օրինակով վստահաբար գիտեմ, որ նույն ֆեդերացիան է այնտեղ էլ կա, այնտեղ էլ մասնակցեց, այնտեղ էլ։ Մենք ինչու չհասցրեցինք։ Սենց ասեմ, նայեք ոնց է եղել։ Բոլոր մրցաշարերը կազմակերպելուց առաջ մենք որպես կազմակերպիչ երկիր ուզում ենք, որ մարդաքանակը եւ երկրների դրոշը ինչքան շատ լինի, այնքան ոնց որ պատիվ է, չէ՞։ Սենց ասեմ, անձնական մեր միջոցներով հիմա մենք Եվրոպայի առաջնություն ենք Հայաստանում անցկացնում, Վրաստանի թիմը կալենդարային պլանով չէր ներկայացրել, որ պետք է գար այս Եվրոպայի առաջնությունը։ Ես իմ անձնական կամպերով զանգում եմ Վրաստանի ֆեդերացիայի նախագահին, ասում եմ, ես ուզում եմ, որ Վրաստանի դրոշը ներկա լինի Հայաստանում, ամեն ինչ պետք է անես, որ գաս։ Դա անձնական կապերով մենք կարող ենք կարգավորենք, քանի որ մենք բոլորս էլ իրար մեջ շփվում ենք ու իրար էլ ոնց որ ասած չենք ուզում մերժենք էլ ընդհանուր հարցեր կան, որոնք ու մասնակցությունը տենց ապահովում է։ Այսինքն, պարոն Հովսեփյան, հայտնի բան է, բոլորն էլ խոսում են ձեր եւ Ումար Կրեմլյովի անձնական հարաբերությունների մասին, որ դուք ընկերներ եք եւ դրա համար դուք չեք ընկերակցում World Boxing-ին։ Դա է հիմնական պատճառը, դա է պատճառը։ Իմ համար առաջնահերթ իմ ընկերական կապերը, դա իմ ընկերական կապերն են, իսկ բռնցքամարտը ու Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր, որպես բռնցքամարտ մարզաձևը զարգացնել Հայաստանում, դա իմ համար ավելի բարձր է, իմ ընկերական կապերը ես կարամ ընկերություն անեմ նաև բռնցքամարտից դուրս ու դա ինձ ոչ մի ձև չի խանգարում ու այդ իմ ընկերական կապերը ինձ չեն խանգարում, որ ես World Boxing-ի անդամ դառնանք եւ մասնակցենք World Boxing-ի առաջնությունին։ Իսկ հնարավոր է, որ ձեր հայտը World Boxing-ը չընդունի։ Անհնարին է, ոնց կարա երկիրը չընդունի World Boxing-ը։ Այլ կազմակերպություն էլ, այլ ֆեդերացիա էլ իրավունք չունի հայտ տալու։ Այլ կազմակերպություն, որը որ ընդունված չի մեր ազգային օլիմպիական կոմիտեով, իրավունք չունի հայտ ներկայացնի, որ այն միջազգային ֆեդերացիային, որը որ իհայտ է գալիս ազգային օլիմպիական կոմիտեի անդամ չի իհայտ գալիս։ Հիմա դուք վստահաբար ասում եք, որ 2026 թվականին Հայաստանը կմասնակցի, Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն World Boxing կոչված կազմակերպության, որը միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ընդունված է որպես բռնցքամարտի համակարգող ֆեդերացիա, կմասնակցի World Boxing-ի բոլոր միջոցառումներին։ Նաև ավելին ասեմ, ես արդեն քննարկումներ եմ ունեցել World Boxing-ի ղեկավար անձնակազմի հետ, արդեն քննարկումներ եմ ունեցել եւ մենք ընդհանուր համաձայնության եկել ենք, երբ ենք ներկայացնում, մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը, մենք բացատրել ենք, որ մենք դեմ չենք World Boxing-ին, մենք դեմ չենք ինչ-որ անձի ու ասել ենք դա եւ իրանք պատրաստ են, մեր հայտ արդեն ներկայացրել ենք, մինչեւ տարվա վերջ մեր հայտը պետք է ընդունեն, մենք դառնալու ենք World Boxing-ի անդամ նաեւ ու մասնակցենք World Boxing-ի մրցաշարին։ Ես ասենց ասեմ, իմ անձնական հարաբերությունները նոր մենք նշեցինք Ումար Կրեմլյովի հետ ընկերություն, երբ որ Հայաստանում անցնում էր ընտրությունները Ումար Կրեմլյով թե Բարիս Վանդերվորստ, ես Բարիս Վանդերվորստին հրավիրել եմ, նստել ենք իրար հետ քննարկել ենք, ես իրան ասել եմ, նայ, տեսեք բռնցքամարտում ես համագործակցել եմ այն նախագահի հետ, որը որ կընտրվի։ Ես գարանտիա եմ տալի Հայաստանում արդար ձևի է լինելու մեր կողմից ինչ հնարավոր ամեն ինչ հնարավոր է։ Ու դա ես Բարիս Վանդերվորստին ասել եմ եւ ամեն ձևի ապացուցել ենք, որ մենք այդ կողմից ոչ մի կողմնապահություն չենք անելու որպես իսկ Հայաստանի Հանրապետությունը ումը իր ձայնը կտա, դա ասել եմ արդեն ես գիտեմ, որտեղ քվեարկողը ես եմ որպես բռնցքամարտի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ու ընդհանուր եթե դուք ընտրվես մենք պատրաստ ենք քո հետ համագործակցելու։ Լավ, հիմա պարոն Հովսեփյան, հիմա ինչ է ստացվում։ Այնուամենայնիվ IBA-ը մնում է, ճիշտ է։ Իհարկե։ Ինքը չի վերանում։ Ստացվում է հիմա էլ սիրողական բռնցքամարտի երկու վարկած։ World Boxing-ը եւ IBA-ը։ Ես մտածում եմ տենց չի լինելու երկար, իմ կարծիքով մենք արդեն դնում ենք, որ Բարիս Վանդերվորստը տեխնացություն նաև չի ներկայացնում, կան երկու տեխնացու, Խարիսը Հունաստանից եւ Գալովկինը Կազախստանից։
ով էլ ընտրվի իմ կարծիքով, որ տեխնացուն էլ որ ընտրվի World Boxing-ի նախագահ, արդեն ավելի քիչ քաղաքական որոշումներ են լինելու, քան թե հիմա կային, որովհետև Բարիս Վոնդերվորստը իմ կարծիքով մի քիչ անձնական խնդիրներ էլ ուներ, ինքը սկզբից ներկայացրել է UFC-ի նախագահի տեխնացու, ինքը այնտեղ պարտվել է։ Հետո երկու անգամ տեխնացությունը ներկայացրել IBA-ի նախագահ պարտվել է։ Ինչ որ sense անձնական ոնց որ sense նեղացած բայր ուներ Բարիս Վոնդերվորստը, դրա համար լիքը sense ոնց որ ասած խորշնդոտումներ կար, այս ֆեդերացիաների մեջ ամեն ինչ այսպիսի կազմակերպումներ։ Իմ կարծիքով ով էլ ընտրվի թե Խարիսը թե Գալովկինը, իրանք պատրաստ են լինելու նստել նաև IBA-ի հետ խոսալու, քանի որ IBA-ի պատմություն ունի, այդ առաջի միջազգային ֆեդերացիան է եղել, քննարկումներ ունենան, ինչ որ իմ կարծիքով պետք է հնարավոր է նաև քիչ է որ պայմանավորվեն ինչ որ ձև համագործակցման, որտեվ սա իսկապես կործանման է տանում բռնցքամարտը։ Հիմա եթե World Boxing-ը հայտարարի իր օրացուցային պլանը եւ առանց համաձայնեցնելու կամ առանց կարծիքը հարցնելու IBA-ի, կստացվի կարող են մրցումները համընկնել, կարող են իրար խանգարել, արդեն հավաքականները չեն հասկանա որտեղ կարելի է ուր գնալ մասնակցելու, որտեղ է ավելի կարևոր, ինչ է խաղարկվում, ու իսկապես խառնաշփոթ կառաջանա, որը ոչ մի լավ բանի չի բերի։ Պարոն Գիլյան, ասենց ասեմ, բռնցքամարտ մարզաձևը մենք մի քանի անգամ նշել ենք, որ պոլիտիկայից դուրս է։ Եվ ոնց որ կա օլիմպիական կարգերից մեկը ընդհանուր սպորտը պետք է պոլիտիկայից դուրս լինի։ Այսօր ինչ բռնցքամարտում կատարվում է, դա մեծ քաղաքականություն է, որը որ կատարվում է ընդդեմ նաև մենակ Օմար Կրեմլովին չէ, ասում եմ, նաև ինքը որ Ռուսաստանի ներկայացուցիչը, նաև որ բռնցքամարտ մարզաձևը ինչ որ որոշումներ է կայացրել, որը որ դուրս չեն եկել միջազգային օլիմպիական կոմիտեին, եւ sense մի բան ասեմ, ոչ թե միջազգային օլիմպիական կոմիտեին ոչ թե մենակ դուր չեն եկել, կան մի քանի sense ասեմ ներկայացուցիչներ նաեւ բռնցքամարտում, որոնք իմ կարծիքով սխալ են ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտեում ինչ է կատարվում IBA-ի խնդիրներ եղել են, չխերքենք, մեծ խնդիրներ են եղել, օլիմպիական կոմիտեն չի հնարել այդ խնդիրները։ Չէ, ես օլիմպիական կոմիտեի եղել են եւ դրանց դեմը պետք էր առնել։ Հիմա ինձ որպես հայկական սպորտի երկրպագուի ու մտահոգված մարդու ամենակարևոր հարցն է տանջում։ Մենք կունենանք այն բռնցքամարտը, որ ուզում ենք ունենալ։ Մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդյոք այն մրցաշարերին, որոնք հնարավորություն կտան օլիմպիական խաղեր հասնել եւ արդյոք մենք կշարունակենք ուրախանալ այն հաջողություններով, որոնցով ուրախացել ենք։ Սա է ինձ հետաքրքիր եւ խնդրում եմ հիմա վստահեցնել ինձ, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով եւ մենք դուրս չենք մնա ընդհանուր աշխարհում ընդունված բռնցքամարտից։ Մենք դուրս չենք մնա ընդհանուր աշխարհում բռնցքամարտից, World Boxing-ի անդամ ենք դառնալու, բայց այն ինչ որ այսօր կատարվում է ընդհանուր մարզաձևին, դուք ճիշտ եք նշում, քանի որ այս sense բաժանվածությունը կա, ու ընդհանուր մարզաձևին վնաս է։ Սա այս ամեն ինչը վնաս է տալիս, իհարկե բռնցքամարտ մարզաձևը, ոնց որ ասած, որակով, քանակով եւ ամեն ինչով տուժում է։ Եվ ամեն ինչ պետք է միջազգային ֆեդերացիան նաև նույնը նոր ֆեդերացիան, որը ստեղծվել է World Boxing-ը, որը դարձել է արդեն ժամանակավոր միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, պետք է ամեն ինչ անի, որ համախմբի այս երկու ֆեդերացիայի անդամներին եւ մի նոր ծրագիր ներկայացնի, որով շարժվի առաջ, որ ընդհանուր մարզաձևը ամբողջ աշխարհում մենակ Հայաստանի Հանրապետություն չէ, որ չտուժվի։ Եթե մենք ուժեղ մրցակիցներ չունենանք, ուժեղ թիմերի հետ չմրցենք, մենք կյանքում չենք էլ զարգանա։ Դրա համար մեր համար էլ անհրաժեշտություն, որ մենք մասնակցենք այն մրցաշարերին, որտեղ մարդականակը շատ է, որտեղ թիմերի ներկայացուցիչը շատ է, որտեղ ուժեղ թիմեր են մասնակցում։ Մենք ամեն ինչ անում ենք ու ամեն ինչ պետք է անենք, որ լինենք այդ ընտանիքի անդամ եւ այդտեղ մասնակցենք, որ մեր մարզաձևը մեր երկրում զարգացնի։ Հիմա մենք մասնակցելու ենք IBA-ի աշխարհի առաջնությանը, որը դեկտեմբերին է կայանալու։ Այս տարի, հա։ Արդեն թիմի կազմը մոտավորապես կա, մոտավորապես թիմի կազմը ամբողջական կազմով ենք մասնակցելու։ Ես նաև
21 թվին, երբ որ ընտրվել եմ, ասել եմ, որ այսօրվանից մենք բոլոր մրցաշարերին ամբողջական կազմով ենք մասնակցելու, նաև այն քաշերում, որտեղ որ մենք ունեցել ենք խնդիրներ, այդպես, համապատասխան բռնցքամարտիկը մի քիչ թույլ է եղել, քան թե աշխարհի առաջնությունում ներկայացնելու, բայց մենք բոլոր քաշային կարգերում մասնակցել ենք, փորձի ձեռքբերման համար հասկացել ենք, որ որտեղ շատ դժվար կլինի արդյունք բերելը, բայց բոլոր քաշային կարգերում միշտ մասնակցել ենք ու պետք է մասնակցենք, ուրիշ ձև զարգացնելը անհնարին կլինի։ Իսկ այսօր ինչ կատարվում է հայկական բռնցքամարտում, ուսումնամարզական հավաքներ, մրցումների մասնակցություն գոհ եք այս իրավիճակից եւ ինչ է արվում ֆեդերացիայի կողմից ավելի լավ արդյունքներ ունենալու համար։ Մենք անցկացնում ենք բոլոր ուսումնամարզական հավաքները, մեր թիմը ընտրում ենք Հայաստանի Հանրապետության առաջնությունը անցկացնելուց հետո, թիմը կազմավորվում է, ձևավորվում է, մարզիչները ներկայացնում են պատրաստման պլան, մենք այդ պլանով շարժվում ենք։ Այսօր ինչ որ արվում է բռնցքամարտում, արդյունքներն են իրանց մասին խոսում, արվում է բռնցքամարտի համար այն ինչ որ պետք է թե ոչ, ես sense մի բան ասեմ, մինչև 1953 թվականից մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետությունը նվաճել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից 216 մեդալ։ Իսկ 2021-ից մինչև 24 թիվը 159 մեդալ։ Նաև արծաթ եւ ոսկի որակով այս 159-ը ավելի շատ են արծաթ եւ ոսկին, քան այն 216-ում դեռ բրոնզն է շատ։ Ու ես ուրիշ բան եմ, մենք մի բան հələ որ չենք հասել այդ մի բանին, որ մեր օլիմպիական չեմպիոն, որը որ մեր դեմ խնդիր է դրված օլիմպիական չեմպիոն եւ աշխարհի իմ ժամանակահատվածում ես ասում եմ 21-ից 24 թիվը մենք ինչ արել ենք, այդ մեր երազանքն է եւ խնդիրը դրած է, որին պետքա լուծում տվի։ Հույսով նայեք 28-ին։ Անպայման։ Պարոն Հովսեփյան, շնորհակալություն զրույցի համար, այնուամենայնիվ դուք հասկանում եք մեր մտահոգությունը, Հայաստանում բռնցքամարտը սիրված մարզաձև է, մենք ուզում ենք այն տեսնել իր բարձրության վրա եւ ուզում ենք դուրս չմնալ այն ամենից, ինչ կատարվում է համաշխարհային բռնցքամարտում։ Դրա համար ուղղակի խնդրանքս է նաեւ ճիշտ համագործակցություն, ճիշտ քաղաքականություն եւ որպիսի այդ մեծ քաղաքականության բախումների զոհ չդառնանք ու ընդհակառակը մենք լինենք այնտեղ, որտեղ պիտի լինենք ու մեր հաջողություններով էլ ուրախացնենք մեր երկրպագուներին։ Շնորհակալություն, ես ուզում եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, մասնակցելու ենք այն միջազգային ֆեդերացիայի, որը որ միջազգային օլիմպիական կոմիտեով ընդունված է, մասնակցելու ենք օլիմպիական խաղեր, աշխարհի առաջնություններ, մյուս տարվա տարեցուցային պլանից ամեն ինչ կազմվելու է ու շարժվելու ենք առաջ։ Պարոն Հովսեփյանին հարցեր ունեն նաև հեռուստադիտողները, դրա համար ուզում եմ հրավիրել Մարիամին տաղավար ու տեսնենք թե ինչ է մտահոգում մեր հեռուստադիտողներին։ Մարիամ, հեռուստադիտողներին էլ է նույն հարցերը մտահոգում։ Ինչ մեզ։ Կարելի է ասել։ Խնդրեմ, հələ փորձենք։ Բարև ձեզ, պարոն Հովսեփյան։ Բարև ձեզ։ Որն եք համարում ձեր գլխավոր նպատակը ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում։ Բարձր արդյունքներ ապահովել մեր Հայաստանի Հանրապետության համար։ Դժվար պահին ինչ գաղափարներով կամ խոսքերով եք խրախուսում ինքներդ ձեզ։ Երևի դες դժվար պահ չեմ զգացել, որ խրախուսում ես միշտ, ասենք թե յուրաքանչյուր սիտուացիայից ելնելով Փորձում եք դրականը տեսնել։ Փորձում եմ դրականը տեսնեմ, իհարկե։ Որն է այն սկզբունքը, որից երբեք չեք հրաժարվում, անկախ իրավիճակից։ Արդարություն։ Ինչ էմոցիաներ եք ապրում, երբ ձեր տղան է ռինգում։ Շատ դժվար էմոցիաներ են դա։ Սենց ասեմ, ինձ համար երևակայի ամենադժվարը, երբ որ ինքն է, քանի որ մեծ պատասխանատվություն է, ու ես գիտեմ, որ ինքն էլ է դա զգում, այդ պատասխանատվությունը ու միշտ փորձում է ամեն ինչ անի, ավելի լավ կապնի, որ հանգարցակի չլինի հանգարցակի ինձ խոսակցություններ, որ իմ տղան է, լավ կպավ, վատ կպավ ու իրան դա ավելի շատ պարտավոր ասում է ու տեղեր կա, որ խանգարում էլ է ու դա մենք տեսնում ենք, թե ես, թե մարզիչները ու ընդհանուր մարզիչները ինձ ասում են դու դալիշ մի արի, էլի, երբ որ ինքը կպնում է։ Իսկ ինչ խորհուրդներով եք առաջնորդում ձեր տղային դեպի ռինգ։ Ես ասենց ասեմ, առաջի Եվրոպայի առաջնությունը, որ ինքը մասնակցել է, դրանից հետո ես իրան չեմ էլ մոտենում։ Ինքը որ զբորը է գնում, ես ասենց ասեմ, չեմ էլ զանգում։ Իր հետ չեմ էլ խոսում, որ ինքը իմ մասին մոռանա, չմտածի ու ասենց ասեմ, որ չխանգարեմ։ Եվ վերջին հարցը։ Ձեր կարծիքով առաջնորդ լինելը ավելի շատ պատասխանատվություն է, թե հնարավորություն։
Պատասխանատվություն։ Առաջնորդ լինելու համար այդ պատասխանատվությունը պետք է զգաս, որ հնարավորություններ ունենաս, ինչ որ իրականացնես քո գործունեությունը, որ կարանաս հասնես այն արդյունքների, որ քո դեմ դրել ես, որպես ապագայում ցուցանիշ։ Շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, թող տա Աստված, որ այս խնդիրները վերանան, բռնցքամարտը ավելի հստակ դաշտում հարթությունում լինի, վերադառնա լավ ու բարի ժամանակներ ու նաև արդյունքներով մեզ համար այն արդյունքներով, որ ունեցել ենք ու դատելով ձեր խոսքից նաև պիտի ունենանք։ Շնորհակալություն, պարոն Գիլոյան։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հյուրս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էր։ Ցտեսություն եւ թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները։